Այսպես մեկ-երկու ինֆորմացիա փոխանցեմ, առաջիկայում նախատեսում է խոշոր մարդասիրական ակցիա, Զախարովան արցախցիների մասին է խոսել, Արցախահայության, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում։ Շատ ուշագրավ է, շատ կարևոր է, մենք գիտենք, որ մեծ մասամբ անտեսված է Արցախահայությունը, ես երեկ էլ խոսեցի դրա մասին եւ չգիտեմ, եթե ինչքանով է ճիշտ, որ ես հիմա դրա մասին խոսեմ, բայց քանի որ գիտեմ մեծ լսարան կա, եթե կան սրտակից եւ կարեկից մարդիկ, պիտի խնդրեմ, որ ինձ զանգահարեք, որովհետեւ շատ ծանր դեպքի հետ կապված երիտասարդ կնոջ մասին է խոսքը, շատ ծանր վիճակում է, ծանր պայմաններում են եւ իսկապես լուրջ աջակցության եւ օգնության կարիք ունի, առողջական շատ լուրջ խնդիրներ ունի։ Ես կարծում եմ ինձ գտնելը շատ հեշտ է, կարող եք զանգահարել եւ ես անմիջապես կփոխանցեմ իրենց համարը եւ դուք կարող եք խոսել եւ եթե կարող եք աջակցել եւ օգնել, շատ շնորհակալ եւ երախտապարտ կլինեմ։ Սա ուղղակի այդպես հիշեցի, որովհետեւ երեկ էլ ամուսինը նորից զանգահարել էր, այնպես որ շատ բարդ վիճակում են։ Սա ինչի համար ասեցի, որ սա մի դեպք է, բայց բնականաբար այսպիսի հարյուրավոր դեպքեր կան, ես երեկ այդ զայրույցել չէի կարողանում զսպել, անբարո վիճակը, որ տիրում է ընդհանուր առմամբ երկրում, երբ որ աղքատ երկրում դու ունես մեծ ահռելի կարողություններ եւ այդ կարողությունները թե ինչպես ես ձեռք բերել, իհարկե հիմա դժվար է կլինի դրա մասին խոսել, որտեվ սրանց վռնդելուց հետո այդ ամեն ինչը ջրի երես դուրս կգա, մի բանում վստահ պետք է լինել, որ այս նորաթուխ օլիգարխները, միլիարդերները, որ Հայաստանում այսպես ընկի պես աճում են, մասնավորապես Նարեկ Նալբանդյան անունով ինչ-որ մեկը, որ հիմա այն մուլտիմիլիարդերի նման Հայաստանում ամեն ինչի տերն է դառնում եւ կողքես Վիվարոյի տերերն են, ինչ եղբայրներ են Վահե եւ Վիգեն Բադալյանները, դուք տեսաք թե ինչ գեր, շքեղ հարսանիք էին մարզահամարում կազմակերպել 20-30 միլիոն ինչ-որ ասում են կամ ահռելի մեծ ծախսեր են ալ, ինչ-որ գեր աստղերի, սուպեր աստղերի էին հրավիրել այստեղ, երեկ էլ եմ ասել այսօր էլ, երբ որ խոսում եք կրթությունից, կրթվելուց, կրթության կարևոր կրթված մարդու կարևոր չափանիշներից մեկը նաև բարոյական լինելն է, թերևս ամենակարևորներից մեկը եւ ճիշտ վարքագիծ ունենալն է եւ ձեր շրջապատի մարդիկ, եթե այսպիսի անբարոյականներ են, ես տեսեք մի արցախցու մասին ընդամենը խոսեցի, նորից եմ ասում այդպիսի հազարավոր, ոչ միայն Արցախահայեր, ուղղակի Արցախահայերի ինչ ասեմ, շատ ավելի բարդ վիճակում են, որտեղ իրենք տուն չունեն, բնակարան չունեն, բոլորը վարձով են, նոր իրավիճակ է, չեմ ասում, ինձ սարսափելի ճանապարհ անցան Արցախահայություն, նախ 30 տարի այսպես մեր վահանն են եղել, պահել են մեզ, մենք ուղղակի ցավոք սրտի այդ գիտակցումը չունեինք, որ այդպես է, հիմա եկել են այդ ամեն ինչը տարան 30 տարի, վերջին տարիներին այդ սարսափի միջով իրենք անցան, այդ սարսափելի այդ Սոդոմ Գոմորի այդ ճանապարհը իրենք անցան, այդ պայթյունները, դուք գիտեք գլխատված երեխաներ, մասնատված մարմիններ, այրված, անհետ կորած, ավերածություն, մեծ ողբերգություն, տնավեր վիճակ եւ տեղահանություն, որ ցեղասպանության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Հիմա ինչ էի ուզում ասել, որ այս վիճակում մարդիկ այդպիսի զեղ, շվայտ, շքեղ, գեր, շքեղ ինչ որ հարսանիքներ են անում, թե ում եք ինչ ապացուցում, ինչ եք ուզում, դա ընդհանրապես ցույց է տալիս, թե ինչքան խեղճ ու կրակ ողորմելի ներքին ունեք դուք բոլորը մասնակիցներով, շնորհավորողներով, ներկաներով, կազմակերպիչներով, հատկապես որ դրանք Վիվարո այդ ամեն ինչ որ կա ինքնին կեղտոտ այլանդակ փողեր են, այդ փողերի տակ կորած, կորցված, ավիրված ճակատագրեր են, այն որ մենք ամեն օր օրու մեջ լսում ենք
ինքնասպանություն, ինքնասպանության փորձ կամ մրջի վրայից նետվեր, դրանց մեծ մասը Վիվարոյի, այս Տոտոյի, չգիտեմ ինչերի զոհերն են, այնպես որ ձեր այդ գեր, շքեղ ամեն ինչի տակ արյունն է, մահ է, կորած, կործանված ճակատագրեր են, խեղված ճակատագրեր են, այո, սա է ցավոք սրտի պատկերը, այնպես որ անան լավ կլինի զբաղվի ինքն իրենով, լավ կլինի զբաղվես անբարո միջավայրով, այդ մենք պիտի ձևավորենք ձեզ վռնդելուց հետո, այս փողոցայիններին վռնդելուց հետո առաջին բանը որ պիտի ձևավորվի դա այն բարոյական մթնոլորտ է, որտեղ պիտի ամոթ եւ անհարմար լինի, երբ որ քո բնակչության 40-50%-ը աղքատության մեջ է, այսպես սոցիալ տնտեսական ծանր վիճակի մեջ է, մյուս հատվածը անցել է ողբերգության միջով եւ դուք բերել եք այս մեծ ողբերգությունը մեր տարածքներում մեր հայրենիքը հանձնել եք ձեր թեթև ձեռքով թշնամուն, այնպես որ այս ամեն ինչի ֆոնին կա մենք շատ մտածելու եւ շատ բան անելու եւ մտածելու եւ գործ անելու, այսպես մեծ բան ունենք անելու, այնպես որ այսքանը սրա հետ կապված, ես չգիտեմ էլ առիթ կլինի անդրադառնալ այս նման տիպի խնջույքների մաներ, բայց սա նորություն չէ, այսպիսի թափթփուկ վիճակներ մենք տեսել ենք ԿՊԱ-ականների մասնակցության, դե ինչ ասես, եթե այդ պատերազմից հետո հիշում եք այդ շիշ բռնողը, այդ բոմժի միջայլոց ինչ որ դատի է ինձ տվել, ինչ արել, չգիտեմ, այդ բոմժերի ինչ որ բաներն էր, հարսանիքներ, ինչ որ sense բաներ են, ինչ որ բաներ են ցուցադրում, բան, դուք անընդհատ ցույց եք տալի, թե ինչ բան է, ինչ կեղտոտ, մութ ու դատարկ է ձեր ներսը, ուրիշ բան չկա ձեզ ասելու։ Հիմա ինչու հիշեցի, ինչու խոսեցի նաև այս Վիվարոյի տերերի մասին, ես ասեմ հիշեք, ձեր փողերը արյան վրա են, կյանքերի ճակատագրերի վրա են, այսօր նաև այդ հարցը բարձրացվել է, թվերը, զարուրելի թվեր են, մեծ այստեղ պարոն Բագրատյանը կետարկետ ներկայացրեց, թե բյուջե ինչքան է գնում, ինչ է տեղի ունենում, իդեպ այս Վիվարոյի տերերի եղբայրը, տերերը որ կան եղբայրները, մեկը ուրեմն որ երկրիններ Կոլումբիայի ուրեմն պատվոս են նշանակել Հայաստանում, իսկ թե այդ երկիրը ինչով է զբաղվում այս թմրադեղերի բանի հետ կապված շատ հայտնի է, կարծեմ պատահական չէ, հենց միայն այն հանգամանքը հիշում եք, որ անհայտ քանի տոննա թմրադեղերը ինչ որ անհայտացան Հայաստանում են եւ մեկ էլ ինչ որ անհայտացել են, չէ ինչ որ տեղում են, այդպես էլ չի բացահայտվում, ով ոնց ինչպես է տեղափոխվել, ինչ է տեղ ունեցել, բայց մի փաստ հանգամանք, եթե մի երկիր այդպիսի ծավալի նյութ է մտնում, վստահաբար չեն կարող երկրի առաջին դեմքը տեղյակ չլինել։ Ինչպես վստահաբար կարելի ասել, որ օլիգարխ այս մարդիկ, այս նորաթուխ օլիգարխները չէին կարող այսպիսի միլիարդների տերեր դառնալ, եթե դրա մասին Եթե մեծ փայաբաժին չունենան Աննան եւ Նիկոլը, դուք ոնց եք Հայաստանում պատկերացնում, ինչ որ մեկը միլիարդներ բան ձեռք բերի կամ странից նրանից խլի սա վերցնի նա անի, մեկ լսում եք այդ Նալբանդյանը ադամանդի գործարան իրանցն է, ոսկու իրենցն է, պանձամոլիբդենի եսի ինչ մաս իրենցն է, բեռնափոխադրման իրենցն է, սուպերմարկետինգի իրենցն է, սրանից փող են ուզել, ասելա փող չունեմ, ասել են դե առանձնատունը տուր մեզ, փող տուր, փող չունեմ, դե հյուրանոցդ մերն է, ռեկեցյոր, այլանդակ ռեկեցյորներ են եւ հիմա այսպես ասեմ մի քանի միլիարդեր օլիգարխներ ունենք, իդեմս Նիկոլի եւ Աննայի, Վիվարոյի տերերի, այդ եղբայրների եւ Նարեկ Նալբանդյանների, այն որ մենք գիտենք, դուք հիմա տեսեք, նաեւ շինարարների մասին են խոսում, որ այսպես նոր միլիարդերներ են Դավթաշենում 7 շենք են կառուցել, հիմա նաեւ այս Ֆիրդուսի այս տարածքում են կառուցում, այնտեղ նաեւ ասում են մեծ մամուլի տվյալների մեծ չափաբաժին ունի էլի զույգը Անան եւ Նիկոլը, այնպես որ այսպես է լինում սիրելի հայրենակիցներ, երբ որ ձեր ուշք ու միտքը ոչ թե աշխատեք եւ դուք ինքներդ էլ հասնեք արդարության, ճշմարտության, այլ մտածում եք, որ պետք է գնան ուրիշին վերցնեն վերեն։ Եվ ընդհանրապես մեկը երբ որ ձեզ խոստանում ասում եք կգնանք ուրիշից բանը, կվերցնենք թալանածը մարդը պետք է ասի ես գալու եմ երկիրը զարգացնեմ, երկիրը առաջ տանեմ, ինչպես երկրորդ նախագահն է ասում, այդ մենակ բոմժերը ոչինչ բան ստեղծող չանողներն են, որ այդպիսի սուտ դատարկ, տխմար լոզունգների վրա գալիս են, իմիջիալս միայն մեր երկրում չի, շատ երկրներում էս
այլանդակ հեղափոխությունները գունավոր տեղի ունեցան, հիմնականում դրա վրա են, էլի, մեխը դնում, օրինակ Ուկրաինայում ներկայացրել են, որ իրենց նախագահը իբրև թե զուգարանակոնքը ամբողջը ոսկուց է, հետո պարզվեց դա սուտ է, բլեֆ է, ու այսպիսի մեծ միֆ էր, բայց դե դուք հիմա տեսակ, երբ որ դուք այդ ստերին միֆերին հավատում եք, այսպես է լինում, ձեր թեթև ձեռքով, ձեր ընտրության հետևանքով մենք կորցնում ենք հայրենիք, կորցնում ենք ճակատագրեր, երիտասարդներ, հայրենակիցներ, բայց այս մարդիկ իրականում գնում եւ վերցնում են ամեն ինչի տեր են դառնում, խալում են, վերցնում են եւ այդ ամեն ինչը ոչ թե այնտեղ ներդրում են անում կամ տալիս են կամ թոշակ են բարձրացնում կամ բյուջե են տանում, ուղղակի իրենք են միայն դառնում միլիարդերներ։ Հետաքրիր